Debug եւ trace կլասներ։ Այս կլասները ունեն անունի տարածք diagnostic, այսպես որ մյուս կլասներն են լինում, եւ նախատեսված են, ամենակարևորը հիմա հայտարարենք, ծրագրային կոդով միջամտման հնարավորություն, այսինքն debug-ի կատարման տեխնոլոգիաներում մենք breakpoint ենք ստանում, բայց ծրագրային կոդով։ Եթե նախորդ դասում մենք նայենք, մենք տեսնում ենք, որ debug-ը դա միջոց է, որի սխալները ուղեկցող ծրագիր ենք մենք միացնում մեր ծրագրին եւ պարզա բացի F11 F10-ից մենք breakpoint ենք անում եւ այդ F11-10-ով եւ այլն, այսինքն մենք քայլ առ քայլ ենք աշխատում։ Հաստատվում է, որ մենք breakpoint-ներ ստանալով, որ ես իմ ծրագրում ասենք կարող եմ ցույց տալ, ասենք breakpoint այստեղ ստանալ, ահա։ Այս breakpoint-ը օպերատորի կամ ծրագրավորողի թարգմանման ծրագիրի ստուգման ժամանակ կարող է կատարել միանշանակ, բանից պարզվում է, որ մենք կարող ենք նաև debug կլասի եւ trace կլասների միջոցով կատարել միջամտում, այսինքն ստացվում է ծրագրային կոդով breakpoint, այդպիսի բան։ Debug ռեժիմում աշխատող անդամները ունեն այսպիսի ատրիբուտ։ Տեսնենք, հիմա այս ատրիբուտը մենք անցել ենք, եթե նախորդ դասը արագ վերադառնանք, օրինակ տեսեք, մենք ունենք conditional attribute եւ տեսանք, որ կարող ենք հանգիստ մեթոդի վրա, խնդրեմ, նույն կլասի վրա, դնել այսպիսի conditional, որևէ արդեն preprocessor-ի define հայտարարած փոփոխական եւ իր true-ի դեպքում այս ֆունկցիան աշխատի կամ այս մեթոդը կաշխատի, undefined-ի դեպքում եթե մենք չեզոքացնենք, ապա ինքը չի աշխատի։ Ստացվում է, որ ավտոմատ այս երկու հզոր փոփոխականները արդեն կոմպիլյատորում ինքը նշված է։ Շատ լավ։ Հիմա փորձենք տեսնենք ինչ է debug release regime եւ իրենք ինչ կոմբինացիայով են աշխատում։ Նայենք ծրագրին, նայենք, որ ունենք երկու slug առանց debug-ի եւ debug-ով թարգմանություն, սա սովորական թարգմանություն է, խնդրեմ, ուղղակի աշխատեց մեր ծրագիրը դեռ չենք դրել, սա debug-ով թարգմանություն է, նույնիսկ այս stop-ը տալիս ենք վերջացնելու համար, եւ ունենք երկու ռեժիմներ, որը հետագայում մենք ավելի մանրամասը կանցնենք, դա debug եւ release, debug ռեժիմում դրվածը մի ուրիշ աշխատանք անում ստուգման համար է, release-ը դա արտադրական է, որը մենք դրա մասին կխոսենք։ Ինչ է ստացվում, որ եթե ես ցանկանում եմ ուրեմն breakpoint ստանալ ծրագրի կատարման ժամանակ, ապա ես կօգտվեմ այս կլասներից։ Վերադառնանք եւ այստեղ պետք է նշել, որ conditional debug atribute-ը արդեն դրվում է debug կլասի անդամների վրա։ Նույնիսկ կարող եք նայել, խնդրեմ, debug եմ վերցնում F12 կամ trace վերցնենք F12 եւ իջնելով որևէ տեղ, տեսնենք, որ ահա տեսեք conditional trace ներքին կարգով trace-ը փոփոխական է preprocessor-ի հրամանին ենթարկվող եւ պարզա trace-ը true-ի դեպքում այս մեթոդը կմտնի կոմպիլյացիայի մեջ։ Վերադառնանք։ Նայենք, տեսնենք, ուրեմն debug ռեժիմում աշխատում է debug կլասի հրամանները միայն, ուրեմն debug կլասը ունի հրամաններ։ Իսկ release ռեժիմում, այսինքն արտադրական այս ռեժիմում, ինքը կաշխատի եւ debug-ի կլասի եւ release կլասի անդամները։ Մենք դա կստուգենք աշխատանքի ժամանակ։ Breakpoint կստանանք եւ կշարունակենք։ Շատ լավ, չմոռանանք, որ այս բոլորը output պատուհանում ենք մենք տեսնում։ Թե ես հիմա այստեղ ավելացնեմ views, ավելացնեմ output, խոսքը վերաբերում է այս պատուհանին, թե այս պատուհանում մենք ինչ ենք տեսնում։ Եղավ։ Հիմա release ռեժիմը իմացանք ինչա, debug ռեժիմը իմացանք ինչա, ուրեմն debug conditional-ի կամ conditional trace-ի ատրիբուտների արկայությունը հասկացանք, հիմա տեսնենք ինչպես ենք breakpoint-ները ստանում կամ ինչպես ենք output-ում ընդհանրապես տեսնում կամ դիտարկում ինֆորմացիան
առավել ևս հաղորդագրություն։ Ու մի քանի հատ հրաման կա, օրինակ write line, որևէ հաղորդագրություն, output պատրանում կտա, լինի եւ debug-ով եւ trace-ով։ Պայմանով նույնը կարող է լինել։ Այ breakpoint-ները առաջանում են, երբ որ դուք կատարում եք assert կամ fail։ Այս երկուսի դեպքում արդեն սա breakpoint-ա, բացի հաղորդագրությունը, մենք ուրեմն կստանանք կանգառի կետ, նույնպես output պատոհանում եւ կարող ենք շարունակել կախված իրավիճակից։ Ծրագիրը մենք կնայենք եւ այս հեշտագույն դասերից մեկը կվերջացնենք։ Ну, այսպեսով, եթե եզրակացնենք այս երկու մեթոդների միջոցով, կարելի նաև ստանալ այդ կանգառի կետերը, այսինքն breakpoint-ներ ծրագրային եղանակով։ Սա է իր ֆիլոսոֆիան։ Օգտագործելով ներքին փոփոխական ենթադրենք debug, define եւ իր ատրիբուտներով։ Տեսեք, ես պահեմ պատուհան։ Ծրագիրը այստեղ նշված է, փորձենք իրեն աշխատացնել։ Output պատուհանը տրված է, տեսեք, output պատուհանը տրված է, եւ փորձեմ իրեն աշխատացնել, ըստ մեր կանոնակարգի, կոմենտում ենք ամեն ինչ եւ փորձում ենք նայել։ Ուրեմն եթե հանկարծ մենք undefine անենք debug-ը եւ trace-ը, ապա այդ մեթոդները, որոնք նշված են այս ատրիբուտով, չեն աշխատի։ Ինչպես եւ կանոնակարգն է ասում։ Ну, diagnostic տարածք, երկու թվենք boolean փոփոխական, երկու ապե սովորական տիպ։ Trace write line։ Մենք պայմանավորվեցինք, որ trace-ի ժամանակ, եթե debug-ում ես անում, compile անում կամ release-ում, երկու դեպքում էլ ինքը տալիս է trace write line-ի արդյունք։ Սկսենք debug-ից։ Պարզա չմոռանանք, որ Slack-ում մեզ ոչինչ չի տա, մենք debug ռեժիմ, այսինքն մուգ եռանկյունի կանանչով ենք աշխատում։ Ինչ որ արդյունք եկա, որը ոչ մեկին չի հետաքրքրում, կոնկրետ մեր դասին չի հետաքրքրում։ Ստացի, որ ես հենց հիմա կատարում եմ debug ռեժիմում աշխատանք, տեսեք, եւ trace եմ անում, ինքը ցուցադրեց։ Շնորհակալություն, trace-ը աշխատեց debug ռեժիմում։ Հաջորդ շնորհակալությունը, release ռեժիմը նայենք, click հատմանենք։ Continue debug-ը ստիպում է, որտեղ արտադրական է, էլի տվեց այս արտահայտությունը, այսինքն trace write line տեքստա տալիս եւ AI պարունակությունը, որը ինձ մոտ 99 է։ Փոքր ապացույց, որ մեզ մոտ trace ռեժիմով, trace ներողություն, class-ը write line անելուց երկու ռեժիմում էլ ինքը ցուցադրում է։ Եկեք հանենք, փորձենք debug-ով աշխատել։ Պայմանավորվեցինք, որ debug-ը միայն debug ռեժիմում է։ Հիմա release-ը դրած, եկեք միանգամից release-ը նայենք։ Հետո թող լինի continue, չկա, ինքը գոյություն չունի։ Տեսեք, քիչ ավելի վերև տան, որ հասկանալի լինի, չկա, գոյություն չունի։ Output պատոհանում հաղորդագրություն չեկավ, այսինքն release ռեժիմում չեկավ։ Մնում է debug ռեժիմը, փորձարկենք եւ կունենանք արդեն արդյունք, ապացույց արդյունք, որ այո, DD եւ 999 ինքը տվեց, որովհետեւ մենք debug ռեժիմում արեցինք եւ debug write line արեցինք։ Բայց այդպիսի բան կա նաեւ փոփոխականի պայմանի միջոցով, խնդրեմ, կարող եմ debug-ի վրա փորձել եւ մյուսի համար փորձել, եթե B1-ը true է, իսկ true է եւ եթե ես debug-ում աշխատեմ, ապա ինքը ինձ ինչ որ X-ից message կբերի եւ ինչ որ լավ բան։ Debug ռեժիմում եմ ցուցադրի հաստատ եւ կարծում եմ, որ ինքը պայմանից ելնելով, ահա, խնդրեմ, այսպեսի ինչ որ տեսեք, al X-ից message եւ այլն։ Այսինքն ստացվեց, որ ես string-ը վերցրել էի al արտահայտությունը, message-ը նոր հնարեցի, բարձա։ Եվ դրանով վերջացա, որտեղ ինքը ուրիշ բան չկա, S-ն է տվել։ Այսինքն alp SS եւ այլն այս արտահայտությունը։ Հանեմ իրենց, փորձենք մյուս հրամանները նայել, տեսեք, մենք ունենք այստեղ ուրեմն մենք փորձեցինք write line-ը if-ով, հիմա breakpoint-յանը, որ ավելի երևի անհրաժեշտություն է, assert եւ fail հրամանները։ Ну պայմանավորվենք, որ մեկը breakpoint-ը ստեղծում
ասենք կարող է պայմանով լինել, fail-ը միանգամից միայն breakpoint եւ հայտարարությունով կամ հաղորդագրությունով։ Շատ լավ։ Նայեք վերօրինակին եւ վերջացնենք թեթև դասերից մեկը։ Fail։ Trace-ով ենք անում։ Ուզում եք debug արեք, ուզում եք մյուսը, միևնույնն է, պարզ է, որ մենք debug-ով կաշխատենք, որ երկուսն էլ գա։ Ինչևէ, որ debug-ն էլ աշխատի։ Դե ես աշխատացնեմ։ Տեսեք, ինքը հաղորդագրություն տվեց եւ ինքը կանգնեց breakpoint-ի վրա, այսինքն stop-ա տվել, այ այստեղ տեսեք կարմիր stop-ն է, նշանակում է ինքը կանգառի կետ է տվել message-ը հետը։ Ես continue կտամ եւ դրանով կվերջանա։ Նույնը debug-ի համար եկեք անենք։ Եթե մի trace-ը հանեմ, որ ինձ չխանգարի։ Debug-ը քանի որ debug-ում աշխատում է, էլի compile ենք անում with debug անպայման, ինքը էլի կանգառի կետ տեսեք հեղինգույն եւ stop ռեժիմ, այսինքն մենք անգարի կետ ստացանք ծրագրավորման հրամանների միջակայքում, այսինքն ծրագրավորման հրամանների միջոցով stop տանք որ չխանգարի, պարզ աստեղ եւս երկու հնարավորություն կա էլի տարբեր կոմբինացիանով, դրանցից որևէ մեկը կատարենք, մնացածը իմաստ չունի։ Trace, որը եւ debug-ում աշխատում եւ trace-ում նորից հիշեցնենք, B1-ը եթե true է, իսկ մեզ մոտ B1-ը ուծե true է, եթե պանտը, ապա կանգառի կետ չունի, այսինքն եթե էցև է իր պայմանը, կանգառի կետ չունի, փորձենք։ Տեսեք, կանգառի կետ չունի, վերևը ոչ մի կարմիր չկա։ Պայմանն է էցև, եթե B1-ը true է, ինքը կանգառի կետ չունի, true շարունակել, դրական իմաստով է երևի ասված։ Եվ ամեն դեպքում եթե ես ուզում եմ B2-ով նույն trace-ը գնամ, ու debug-էլ չենք անի, իմաստ չունի, B2-ը ինձ մոտ որքան գիտեմ false-ա։ Պայմանը ասում է եւ կարող ենք կարդալ, այստեղ պայմանը գրած է եւ այլն։ Չեմ ուզում այդ եւ այլը ես նորից ներկայացնեմ, ապա այստեղ կանգառի կետը արդեն B2-ը false-ա, trace assert-ը կանգառի կետ կստեղծի եւ քանի որ B2-ը false-ա։ Մտրեմ, կարմիր քառակուսին կա, կանգառի կետը կա, կանանչով է նշել ինքը, դեղինով debug-ն է նշում, կանգառի կետը կա եւ output պատահանում էլ անում է այն ինչ որ մեզ ցանկալի է, մեզ հայտարարություններ է տալի, տվյալներ է տալի, փոփոխականի արժեք կարող ենք ստանալ, ցանկացած բան կարող ենք ստանալ։ Այս առումով ես միայն trace assert հայտարարագիրը ստացա, տեսեք, այս է։ Եվ դրանով ինքը ավարտեց։ Փոքր ամփոփում եւ վերջացնենք այս հեշտ դասը, քանի որ մենք մյուս դասերը ուսումնասիրել ենք շատ ավելի լավ։ Չմոռանանք, որ եթե ես հանկարծ փորձեմ undefined անել երկուսն էլ, ես undefined, այսինքն չի աշխատում մեր հնարավորությունները, trace fail անեմ, debug fail անեմ, տեսեք, ինքը արդեն չի կարող այդպիսի ատրիբուտ արդեն գոյություն չունի, անդև դեպքում այդպիսի ատրիբուտ գոյություն չունի եւ ինքը բացարձակ, այ տեսեք, այ այստեղ, բացարձակ ներքին պրոցեսորի փոփոխականը false-ա, որտեղ undef արված եւ դրա համար ներքին փոփոխականից չի կարողանում օգտվի որպես true եւ ստացվում է որ debug-ի եւ trace-ի եթե երկուսն էլ նշված է երկու փոփոխականները false են, այդ դեպքում ինքը չի աշխատում, այսինքն ատրիբուտի վրա նստած է false եւ ինքը չի աշխատում։ Ամփոփենք, debug trace class-ները նախատեսված են output պատահանում հայտարարությունների եւ փոփոխականի արժեքներ նայելու համար, երկրորդը մենք կարող ենք այնտեղ ստանալ breakpoint-ներ ծրագրային եղանակով եւ նույնպես ստուգել փոփոխականի արժեքներ եւ ստանալ հաղորդագրություններ։